հանգամանքը ընդունում է պարոն Աղազարյանը, բայց մենք շարունակում ենք պնդել 23,000-ի փաստը, որովհետև հակառակ դեպքում, եթե պարոն Աղազարյանը ճիշտ է ասում, որ ինքը տարվա ընթացքում, պարոն Եղվան, ներողություն եմ խնդրում, եթե տարվա ընթացքում փոխառություններ է վերցրել, բոլորս պաշտոնատար անձինք ենք, այդ թվում պարոն Աղազարյանը, պարտավոր է հայտարարագրի 8000-ը պարտավոր եք հայտարարագրել, շատ լավ, կգաք և կապը կհիմնավորեք, մենք ձեր ոչ մի իրավունքը երբեք, պարոն Աղազարյան, չենք սահմանափակել, այսօր էլ ես այսօր եկել եմ կանգնել եմ այստեղ և ձեզ բոլոր փաստերը ներկայացնում եմ, որպեսզի հնարավորություն ունենաք ձեզ կարգավիճակով լսելու։ Ինչ վերաբերում է ավելի շուտ չգալուն, հարգելի պատգամավորներ, պատվարժան պատգամավորներ, ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին, պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Իդեպ այդ նույն տրամաբանությամբ, որ անընդհատ քննարկվում է կալանքը, որ պես պատժիչ գործի կալանքը և այլն, հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն ինչի, որովհետև դատարանները այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել, սկսում են այդ ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա, և եթե նկատել եք, ոչ մի պատգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ազգային ժողովի առաջ չեմ բարձրացրել, որովհետև մեզ համար այդ վերջին ամենալուրջ խափանման միջոցը այս գործերով կարևոր չի, մենք ունենք արդեն այնքան փաստական տվյալ, որ մենք կարող ենք այս գործերը ուղարկել դատարան։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի, հարգելի պատգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի և կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այս առումով որևէ, չասեմ, ճնշում, ճնշում բառ այսօր շատ ասեցիք, որևէ պարտականություն ձեզ վրա դնել, որևէ մեր պատասխանատվություն ձեզ վրա թողնել չկա։ Դուք եք այն մարմինը, որ մեզ թույլ եք տալի հետապնդում հարուցել։ Եթե այդ դրույթը չլներ, մենք հետապնդում կհարուցենք, կուղարկենք դատարան։ Ոնց որ անում ենք մյուս բոլոր գործերով։ Անընդհատ շահարկվում է, սա կգա հաղորդման ժամանակը կխոսենք արդարացման դատական ակտերի թիվը։ Գիտեք ինչքան է։ 1.8%։ Եվ ես մանրամասն կխնդրեմ, որ ծանոթանաք մեղադրանքի դրվագներին։ Մենք շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել եւ շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ 40% ավելի, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է։ Եվ այս առումով կխնդրեմ, երբ որ մենք մեղադրանքի մասին ենք խոսում, հա, ես հասկանում եմ քաղաքական ամբիոնը, քաղաքական հարթակը եւ այլն, իհարկե սա շատ հարմար առիթ է, որպեսզի մյուս բոլոր մեղադրանքների վրա ստվեր գցենք եւ այլն, չմոռանանք, որ գործ ունենք փաստերի հետ։ Հիմա ես կարող եմ ծերից ծեր ընթերցել բոլոր ապացույցները, բայց չեմ ուզում ձեր ժամանակը խլել։ Տրամադրված է 20 օր առաջ, տրամադրված է ամենայն մանրամասնությամբ։ Մեկ-մեկից քննադատում են փաստաբանները, ասում են դե արդեն պատրաստի մեղադրանքով ես գնում, չէ, հարգում եմ ազգային ժողովի ժամանակը, որովհետև ինձ հարցեր են տալիս, ես էլ այդ հարցերի պատասխանները պիտի ունենամ։ Եթե ես որևէ հարց մոռացա, խնդրում եմ ինձ այդ մասին ասել։ Իմ մոտ տպավորություն էր, որ չեմ մոռացել որևէ հարց։ Ինչպես։ Հա, պաշտոնատար անձին ինչու չենք հարցաքննել, որովհետև մեզ առաջին հերթին անհրաժեշտ էր հարցաքննել Հովիկ Աղազարյանին կարգավիճակով, հետո նորեն անձին, որովհետև կախված նրանից, թե ինչ կասի Հովիկ Աղազարյանը, կարող է նաև կասկածանքի կամ մեղադրանքի շուրջ մենք ստիպված ենք հարցաքննել, չգիտեմ, ենթադրում եմ նաև երկրորդ պաշտոնատար անձին, արդյունքում էլ հաստատ ցուցմունքները չեն բռնելու, ստիպված են կլնելու առերեսել։ Ինչու եմ առերեսում բառը անդադ պնդում, դա պարտադիր դատավարական գործողություն է, որը մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից իրականացնել։ Մենք բազմաթիվ ընդդեմ Հայաստանի վճիռներ ունենք, որտեղ ասվում է, որ դու չես ապահովել անձի իր դեմ ցուցմունք տված անձին հարցման ենթարկելու իրավունքը, եւ մենք ձգտում ենք դա ապահովել նաեւ նախաքննության փուլում, որպեսզի կարողանանք ամբողջությամբ նաեւ դատարանում լսել եւ չունենալ խնդիր, որ նախաքննությունում չեք լսել, եկել եք դատարանում եք լսել։ Դա կոչվում է անձի կոնֆրոնտացիայի իրավունք։ Որևէ հարց մոռացա, հարգելի պատգամավորներ։ Չենք առերեսել։
մենք, հա, մի վարքյան, այն երկու անձինք մեր մոտ ունեն մեղադրյալի կարգավիճակներ, այդ թվում կաշառք տալու գործով։ Պարոն Աղազարյանը չի հարցաքննվել որևէ մեղադրանքի շուրջ։ Մենք պարոն Աղազարյանին այդ փուլում դեռևս որևէ մեղադրանքի վերաբերյալ հարց տալու հիմքեր չենք ունեցել։ Մենք հետագայում ենք զննել հեռախոսների տեղակայումները, հետագայում ենք տեսել, որ զանգերը համընկնում են, հետագայում ենք տեսել, որ պարոն Աղազարյանը եկավ վկայի կարգավիճակով ասաց, ես չեմ զանգել ՍԱՏՄ պաշտոնատար անձին։ Դրանից մենք տվյալ ենք ձեռք բերել, որ սուտ է խոսում։ Եվ երբ որ դուք ասում եք, որ մի դատված անձի ասածը հիմք եք ընդունում, Աղազարյանի ասածը հիմք չեք ընդունում, եթե ձեզ մեկը մի անգամ սուտ է ասում, դուք հետո նայում եք, արժանավատ եք համարում սուտը, մենք չէ։ Նախաքննությունում ամեն դեպքում չէ։ Եթե մի բան մարդ ասում է չի եղել, հետո բացում ենք, տեսնում ենք եղել է, հետո գալիս ասում են ինչ որ անհասկանալի բացատրություն, ասում եք սպասի։ Մինչև դու կարգավիճակ չունենաս, այլ քրեական դատավարությունում, իսկ այսօր գիտեք տեսագրվում են բոլոր հարցաքննությունները։ Եվ դրանից նաև դուրս է գալիս են բոլոր խոսակցությունները մեզ ճնշեցին, մեզ նեղեցին, մեզ չգիտեմ ինչ արեցին, դեսուդեն։ Հա, մոռացա։ Հարցն չէ, թե մենք կարող է ճնշել ենք այս մյուս անձին եւ այս մի ամբողջ դրամատիկ օպերան կազմակերպել ենք, որպեսզի հենց Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրել։ Եթե նման որևէ ելակետ լիներ, այդ անձանցից որևէ մեկ արդեն հավատացեք բոլոր ատյաններում դրա մասին բղավել էր, ոչ թե գոռացել էր, որովհետև իրենք անցնում են շատ ծանր էլի կոռուպցիոն գործով։ Ավտոմեքենաների վարորդական իրավունքների հետ կապված կաշառքներ տալու, միջնորդներ լինելու գործով։ Այս անձինք բնականաբար դա իրենց համար արհեստ է, այս տեսակ գործունեությամբ զբաղվել է եւ պատահական չի, որ նման անձանց հեռախոսներից է դուրս գալիս նման տեսակի տեղեկատվությունը։ Նորից եմ ուզում կրկնել, ձեր օրինական լիազորությունների հետ կապված ոչ մեկ երբեք իրավապահ մարմնից չի ասելու ինչի եք արել։ Վճռաբեկ դատանի նախադեպային որոշման իմաստով, եթե դրա դիմաց որևէ գույքային առավելության նույնիսկ խոստում եք տվել, Աղազարյանը երեք ենթադրաբար հեգնելով գլխով շարժում էր անում, հա, գլխով շարժումն էլ, ամեն ինչն էլ այսօրվա քրեական օրենսգրքի իմաստով համարվում է առաջարկն ընդունել։ Առաջարկը չընդունելու մի տարբերակ կա, երկու տառից է բաղկացած, ասում են ոչ։ Կնայենք, կտեսնենք, կանենք, եսի ինչ, սենց բոլոր միմիկաները եւ ժեստիկուլյացիաները համարվում են առաջարկին համաձայնվել։ Ինքը հատված հանցակազմ է։ Հատված հանցակազմ նշանակում է, որ արարքը շատ կարճ է։ Էսա, եթե էլ ինչ-որ բան մոռացա, հարգելի պատգամավորներ, հարգելի խորհրդարան։ Հարցը պատասխան չի կարող լինել տիկին դատախազ։ Ինչպես։ Հարցը պատասխան չի կարող վերածվել։ Չէ, եթե մոռացա, ուղղակի խնդրում եմ հիշեցնել, որովհետև ամեն ինչ նշում եք ստաց։ Մի երկու րոպեից եւս մեկ միջնորդություն ենք քննարկելու, կարծում եմ, եթե Հա, եթե ինչ-որ բան մոռացած կլինենք, կխնդրեմ, որովհետև մենք շատ տարբեր թեմաներից խոսացինք, հարգելի նախագահ, ես կուզեմ, որ մենք չմոռանանք ինչի մասին է նիստը, ինչ ենք քննարկում, որովհետև շատ հաճախ ես այդ փաստարկը լսում եմ, այ դու կարևոր հարցերը թողած, այ մեզ մեղադրանք ես առաջադրում։ Իմ գործը մեղադրանք առաջադրելն է, եւ հետեւելը, որ այդ մեղադրանքը դատանում չփշրվի, ոնց որ դուք եք ասում, եւ հետեւել ոչ թե ռեպրեսիվ, այլ հետեւել իրավաբանությամբ։ Ու դրա ապացույցն է նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում բավարարվող հայցերը։